Բարև։ Իրվայնում կալիֆորնիական համալսարանի գիտնականները կարողացել են բարեբուն իմաստով հետ շրջել տեսողության տարիքային կորուստը։ Տարեց մկները, որոնք նախկինում վատ էին տեսնում, հատուկ ճարպաթթուների ներարկումից հետո սկսել են տարբերել դետալները, ինչպես երիտասարդ ժամանակ։ Հետազոտողները ֆիքսել են նաև աչքերի ծերացման հակառակ պրոցեսները բջիջների ու գեների մակարդակով։ Տեսողության տարիքային կորուստը 60-ից հետո հաճախ հանդիպող խնդիրներից է։ Տարիների ընթացքում ցանցաթաղանթում նվազում է հատուկ նյութերի շատ երկարաշղթա պոլիչհագեցված ճարպաթթուների կամ VLC PUFA-S-ի մակարդակը։ Դրանք անհրաժեշտ են ֆոտոռեցեպտորների նորմալ աշխատանքի համար, իսկ դրանց դեֆիցիտը հանգեցնում է մակուլյար դեգեներացիայի առաջացմանը, որը տարեցների մոտ կուրության գլխավոր պատճառներից մեկն է։ Այս պրոցեսում առանցքային դեր է խաղում Melevel 2 գենը։ Այն անվանում են աչքերի ծերացման գեն։ Հենց այն է պատասխանատու ճարպաթթուների երկար շղթաների արտադրության համար։ Երբ գենի ակտիվությունը նվազում է, ցանցաթաղանթը կորցնում է դրանց մակարդակը պահպանելու կարողությունը ու տեսողությունն աստիճանաբար թուլանում է։ Հետազոտողները գտել են այդ պրոցեսին միջամտելու միջոցը։ Ինքը գենը միացնելու փորձերի փոխարեն նրանք մկներին անմիջապես ներարկել են անհրաժեշտ լիպիդները։ Արդյունքները տպավորիչ են։ Կենդանիների տեսողությունը վերականգնվել է։ Կարևոր է հիշել, սովորական օմեգա 3 հավելումները, որոնք համարվում են աչքերի համար օգտակար, այստեղ չեն օգնում։ Գիտնականները շեշտում են, երկարաշղթա պոլիչհագեցված ճարպաթթուները ստանդարտ օմեգաներով չեն փոխարինվում։ Օրգանիզմը պետք է ստանա հենց այն ճարպաթթուները, որոնք սինթեզում է Melevel 2 գենը։ Աշխատանքը ոչ միայն հստակեցնում է տեսողության ծերացման պատճառը, այլև ցույց է տալիս, որ այդ պրոցեսը հնարավոր է հետ շրջել։ Գիտնականները հայտնաբերել են նաև գենի տարբերակներ, որոնց խափանման դեպքում տեսողության կորուստը ավելի արագ է տեղի ունենում։ Դա ճանապարհ է բացում դեպի գենետիկ թեստավորում։ Հնարավոր է նախօրոք իմանալով է գտնվում ռիսկի գոտում ու սկսել կանխարգելիչ միջոցառումները մինչև ախտանշանների հայտնվելը։ Սակայն ամենահետաքրքիրը, որ սրանով պատմությունը չի ավարտվում։ Իրվայնի թիմը մեկ այլ համալսարանի գործընկերների հետ համատեղ ուսումնասիրում է իմունային համակարգի վրա նույն այդ ճարպաթթուների ազդեցությունը։ Պարզվել է, որ Melevel 2 ֆերմենտի ակտիվության նվազումը արագացնում է իմունային բջիջների ծերացումը։ Տվյալներ կան անգամ արյան քաղցկեղի որոշ տեսակների առաջացման հետ կապի մասին։ Հետազոտողների միջազգային խումբը առաջին անգամ վերծանել է մոտ 200,000 տարի առաջ ապրած հնագույն դենիսովյան մարդու գենոմը։ Նրա մնացորդները վերին ծնոտի ատամը հայտնաբերվել են Ալթայում գտնվող հռչակավոր դենիսովյան քարանձավում։ Վերլուծությունը ցույց է տվել, տվյալ անհատը դենիսովյան մարդկանց առանձին պոպուլյացիայի ներկայացուցիչ է ու նրանք տարբերվում էին մի քանի տասնյակ հազար տարի հետո ապրած իրենց ցեղակիցներից։ Նրա ԴՆԹ-ում հայտնաբերվել են նեանդերթալացիների ու անգամ ավելի վաղ առայժմ անհայտ նախնիների հետքեր։ Աշխատանքը հեղինակել են Գերմանիայի, Կանադայի, Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների գիտնականները Մաքս Պլանկի գիտական ընկերության էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտի ղեկավարությամբ։ Հեղինակների թվում է Նոբելյան մրցանակակիր պալեոգենետիկայի հիմնադիր Սվանտե Պաաբոն։ Կորզված ԴՆԹ-ն պատկանել է քարանձավի հարավային հատվածի 17-րդ մշակութային շերտում 2020 թվականին հայտնաբերված Դենիսովա 25 նմուշին։ Այդ շերտը ձևավորվել է մոտ 200,000-ից 170,000 տարի առաջ։ Նմուշը ամբողջական խոշոր մոլյար է, որն իր ձևով մի փոքր տարբերվում է հայտնաբերված այլ դենիսովյան մոլյարներից։ Գիտնականները սեկվենավորել են գենոմը բարձր ճշգրտությամբ ու պարզել, որ ատամը պատկանել է տղամարդու։ Սա հազվագյուտ երևույթ է, որովհետև դենիսովյան մարդկանց հետ կապված նմուշների մեծ մասը պատկանել են կանանց։ Գենետիկական տվյալների համեմատությունը ցույց է տվել, որ Ալթայի վաղ եւ ուշ դենիսովյան մարդիկ եղել են տարբեր պոպուլյացիաներից, որոնք բաժանվել են 230,000-ից 200,000 տարի առաջ։ Դենիսովա 25-ը պատկանել է ավելի վաղ ճյուղի, ում նախնիները պարբերաբար խաչասերվել են նեանդերթալացիների հետ։ Նրա գենոմում հայտնաբերվել է նեանդերթալյան խառնուրդի 3,6-ից 5,2%, ինչը գրեթե 2 անգամ շատ է, քան ավելի ուշ դենիսովյան մարդու Դենիսովա 3-ի մոտ։ Վերջին միախառնումը տեղի է ունեցել Դենիսովա 25-ի կյանքից ընդամենը 7-ից 13,000 տարի առաջ, ինչը էվոլյուցիոն չափանիշներով բառացի 3 էր։ Սակայն դա էլ դեռ ամենը չէ։ Դենիսովա 25-ի ԴՆԹ-ում առկա է ել ավելի հին գենետիկական հետք, դրվագներ, որոնք ծագում են հնագույն մարդկանց անհայտ պոպուլյացիայից, որոնք ընդհանուր ճյուղից առանձնացել են դեռ մինչև սապիենսների, նեանդերթալացիների եւ դենիսովյան մարդկանց առանձնանալը։ Այս հայտնագործությունը վկայում է գերարխայիկ մարդկանց գոյության մասին, որոնցից դեռ ոչինչ հայտնի չէ, ելնելով հնեամարդաբանական գտածոներից։ Հետազոտողների գնահատականով պոպուլյացիան, որին պատկանել է այս դենիսովյան մարդը, չափազանց փոքրականակ էր՝ մոտ 50-ից 60 մարդ։ Գենետիկական
Ստատիստիկական տվյալները վկայում են սերտ արյունակցական ամուսնությունների մասին, ինչը զարմանալի չէ նման մեկուսացված խմբի համար։ Համեմատության համար ուշ դենիսովյան մարդիկ Բալկաններում ապրում էին ավելի քան 100 առանձնյակ ունեցող պոպուլյացիաներով։ Հետազոտությունը նաև ճշգրտել է մարդկության 3 ճյուղերի բաժանման ժամկետները։ Նեանդերթալացիների եւ դենիսովյան մարդկանց ընդհանուր նախնիներն առանձնացել են հոմո սապիենսի տանող ճյուղից 825,000-ից 694,000 տարի առաջ, ապա իրենք են բաժանվել 630,000-ից 520,000 տարի առաջ։ Այս տվյալները օգնում են վերականգնել Եվրասիայի գենետիկական պատմությունը։ Ժամանակակից մարդկանց նախնիները տարբեր ժամանակներում միախառնվել են դենիսովյան մարդկանց նվազագույնը 3 տարբեր պոպուլյացիաների հետ արդեն նեանդերթալյան ԴՆԹ-ի իրենց չափաբաժինը ստանալուց հետո։ Գիտնականները խոստանում են, որ սա միայն սկիզբն է։ Առաջիկա ժամանակներում նրանք կհրապարակեն նեանդերթալացիների 2 բարձրորակ գենոմ։ Մեկը ապրել է դենիսովյան քարանձավում մոտ 110,000 տարի առաջ, իսկ մյուսը հայտնաբերվել է Բելգիայում ու ապրել մոտ 40,000 տարի առաջ։ Այս տվյալները պետք է ավելացնեն մեր գիտելիքներն այն մասին, ինչպես են փոխազդել հնագույն մարդկանց տարբեր տեսակներն ու ինչու է բոլոր նրանցից կենդանի մնացել միայն հոմո սապիենսը։ Այս շաբաթվա գիտաֆանտաստիկ գիրքը Այզեք Ազիմովի հավերժության ավարտն է։ Սա պատմություն է մարդկանց մասին, ովքեր կառավարում են ժամանակը։ Գլխավոր հերոսը տեխնիկ Էնդրյու Հարլանն աշխատում է հավերժություն կոչվող կազմակերպությունում, որի աշխատակիցները ճամփորդում են ժամանակի տարբեր կետեր, ուղղելով անցյալը, ինչը թույլ է տալիս ապագայում խուսափել պատերազմներից, աղետներից եւ ճգնաժամերից։ Սակայն միջամտությունը պատմությանն ունի իր արժեքը։ Մարդկությունը դադարում է զարգանալ ու կորցնում է իր ապագան։ Հարլանն էլ սիրահարվում է փոփոխման ենթակա դարաշրջանում ապրող աղջկա ու բախվում ընտրության հետ, պահպանել հավերժությունը կամ վերադարձնել մարդկության առաջ շարժվելու հնարավորությունը։ Վեպը քննարկում է հարցեր ազատության, առաջընթացի եւ ժամանակի նկատմամբ լիարժեք վերահսկողության հետևանքների մասին։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։